Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում հանրապետանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր քննարկումը անցնկացնելու ազգային առաջընթաց կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանի հետ ողջունում եմ պարոն Գրիգորյան, անդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին, սկսենք ներքաղաքական թեմաներից. Նորից երկրորդ նախագահ Քոչարյանը ձերբակալվեց եւ հետո էլի ազատ արձակվեց. Այսպիսի հարց է առաջանում, եթե հիմքեր կան ձերբակալելու, ապա ազատ արձակելը անհասկանալի է, եթե հիմքեր չկան ձերբակալելու, ուրեմն ձերբակալելն է անհասկանալի. Ձեր կարծիքով ինչի համար է այս ամբողջը կատարվում եւ սա արդեն առաջի անգամը չէ, որ երկրորդ նախագահին ձերբակալում են եւ բաց են թողում, չկան հիմքեր նրան մեղադրանք առաջադրելու։ Կարծում եմ հիմքերը շատ ակնհայտ են նրան մեղադրանք առաջադրելու եւ ոչ միայն հիմա 2026 թվականին, այլ 2018 թվականից սկսած եւ ճիշտ նշեցիք, որ մի քանի անգամ այս նույն գործընթացը արվել է։ Ես նկատում եմ մի օրինաչափություն, որ նման process-ները ներքաղաքական կոնկրետ հենց Քոչարյանի հետ կապված չէ, այլ ընդհանրապես, լինի դա Գագիկ Խաչատրյան, Սերժ Սարգսյանի քրեական գործը, լինի Գագիկ Ծառուկյան եւ այլն, թե լինի ասենք Հովիկ Աբրահամյան եւ մյուսները, այդ բոլորի մասով գործերը բավականին պարզ են եւ Քոչարյանի ասած участковի մակարդակի գործեր են, որովհետեւ այդ գործերը դպրոցական տարիքի երեխաները այդ դավականներից գիտեն ով ում է ինչ արել կամ ով ում ունեցվածքն է վերցրել, փաստերի մասին չի խոսքը, թե հիմքերի ձերբակալության, այլ նրա մասին է, թե որ պահին է հարմար իշխանությանը այս արդարություն վերականգնելու դոզան ժողովրդին ներարկելու հարմար առիթին են սպասում։ Կհիշեք, որ նման բաներ հիմնականում արվում են այս ժամանակ, երբ որ իշխանության վարկանիշը իջնում է կամ պետք է իջնի, այսինքն սպասվում է որոշակի նեգատիվ բացասական քայլ, գործողություն կամ արարք, որին անմիջապես նախորդում կամ հաջորդում են այսպես կոչված արդարության վերականգնման այդ հռետորաբանությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը լավ խոսքի վարպետ է, ոչ ուրիշ ոչ մի բանի, եւ ինքը կարողանում է այդ բոլորիդ կզացնելու են, բոլորիդ բերելու են ոչ մի ձուկ, ոչ մի մուկ եւ այլն, այս հետաքրքիր բառերը ժողովրդին սնելու համար ու նաեւ դրան հաջորդող որոշակի գործողությունները միշտ արվում են այս կոնտեքստում իմ համար այս օրինաչափությունն է նկատվել, դա ամենևին չի նշանակում, որ տվյալ մարդիկ չեն կատարել հանցանքներ եւ չպետք է պատասխան կրեն, բայց ես առավել քան վստահ եմ, որ իրենք երբևէ պատասխանատվություն չեն կրի լիարժեք եւ չեն վերադարձնի ընդհանրած լիարժեք ինչը որ պետք է, այլ ուղղակի փոքրիկ գործարքներ անելով, ոնց որ դա եղավ, ասենք, Գագիկ Խաչատրյանի հետ, մյուսների հետ, այդ գործարքները անելով համ կբավարարվի ժողովրդի, այսպես ասած, սպասում ինչ-որ չափով, համ էլ իշխանության վարկանիշը ինչ-որ չափով կբարձրացվի եւ կարվեն են նեգատիվ գործողությունները, որոնք որ ըստ ծրագրի իրենք անում են այս արդեն 19-20 թվականներից սկսած, 6 տարի իրագործում են։ Եվ ձեր կարծիքով դա երբ կավարտվի կամ նորից մենք ակնհայտես կնենք դա չավարտվող, եթե կհիշեք, մենք նախորդ խոսակցությանը մենք քննարկում էինք ազգային ժողովում ոնց եղավ, որ Եվրոպա գնացող պետությունը երկու ընդդիմադիր ուժ է անցնում ընդամենը ազգային ժողով եւ երկուսն էլ պրոռուսական են, ինչպես որ ընտրություններն են կազմակերպվում այնպես, որպեսզի անցնեն հենց այն մարդիկ, որոնք որ նախատեսված է, հենց նույն ձևով էլ այդ ընդդիմություն կոչվածը երկու ռուսամետ ուժերը եւ իշխանությունը իրար հետ իրագործում են այն ծրագրերը, որոնք պետք է իրագործվեն։ Սա ուղղակի դերերի բաշխում կա, որը մեկը լավն է, մեկը վատն է, ըստ իրենց չափանիշների, այդպես սև սպիտակ անելով իրագործում են ինչ որ համատեղ ծրագիր, որը իրենց համատեղ ծրագիրը չէ, այլ ինչ որ ծրագիր է, որը որ Հայաստանի համար կա նախատեսված, այդ ծրագիրը իրագործվում է։ Շատ լավ։ Հիմա այս Եվրոինտեգրման հանձնաժողովի հետ կապված
այդ նշանակումը։ Ձեր կարծիքով այնուամենայնիվ ԿՊ-ն բավարար ռեսուրս չուներ, որպեսզի այն նպատակը, որովհետև իր ծրագրի մեջ զարգացման ծրագրի մեջ ներկայացրած նպատակներից մեկը եվրոինտեգրում էր, եւ ինչ եղավ, որ այդ հանձնաժողովը ինքը չկարողացավ դնել իր ուրեմն կուսակցության անդամներին եւ ստացվեց այնպես, որ եվրոհանձնաժողովը ռուսական օրենտացիա ունեցող ուժեղ ղեկավար։ Ես միած sense բառ էի մտածել այս թեմայի շուրջ, որ երբ որ ես լսեցի, որ եվրոինտեգրման հանձնաժողովն են ուզում տան ռուսամետ ուժի, իմ համար, ասենք, եկավ տրամաբանական իր տեղը ընկավ, այսինքն այն դեպքերից մեկն է, երբ իրերը կոչվում են իսկականից իրենց անուններով, այսինքն Հայաստանը ոչ թե եվրոինտեգրվում է, այլ Հայաստանը ռուսական վերահսկողության ներքո եվրոինտեգրվում է, սա կոչվում է չափավոր եվրոինտեգրում, որը որ գիտեք Սերժ Սարգսյանի օրոքել իրագործվում էր, որ Սերժ Սարգսյանը Եվրոպայի հետ խորացնում էր հարաբերությունը, բայց մյուս կողմից ավելի շատ խորացնում էր հարաբերությունը Ռուսաստանի հետ, եւ պատահական չէր, չէ, որ մի հատ այտենց շատ լավ, որ նույնիսկ ԱՄՆ-ն էր ասել ձեր KGB-ի գործակալ արտգործնախարար Նացականյան ունեինք, որին որ չէին ուզում հանդիպեին արևմուտքում, որովհետև ասում էին ինքը ռուսական գործակալը, իրան ուղարկում եք մեր հետ հանդիպումների, այսինքն պատկերացրեք ինչպես կարող է Նացականյանը լիներ արտգործնախարար եւ կանոնակարգեր համակարգեր եվրոինտեգրումը, նույն ձևով էլ սա է աբսուրդային մի իրավիճակ, երբ ռուսական ազդեցության ոլորտի կուսակցությունը պետք է համակարգի եվրոինտեգրման process-ը ազգային ժողովում, այսինքն դա ենթադրում է հանդիպումներ Արևմտյան երկրների դեսպանների, ղեկավարների, պատվիրակությունների հետ, մի քիչ աբսուրդային իրավիճակ է, նույն ձևով ոնց որ հիմա ստեղծվի մի հատ հանձնաժողով Ռուսաստանի հետ բարեկամության ու, չգիտեմ, այդտեղ նշանակեն ինչ որ արևմտամետ ցկտումներ ունեցող ինչ որ մարդու։ Այս իմաստով ինքը տարօրինակ է, աբսուրդային է, բայց իմ համար աբսուրդային չի, որովհետև ես միշտ հանդես եմ եկել այն դիրքերից, որ ես չեմ հավատում մեր Հայաստանի եվրոինտեգրման անկեղծությանը, ու այդ տեսանկյունից սա երևի միակ տենց հազվագյուտ դեպքերից է, որ իրականությունը արտահայտող հենց նշանակում է արվել, ոնց որ կա։ Շատ լավ, եթե դուք չեք հավատում Հայաստանի ուրեմն ղեկավարության ցանկությունը եվրոինտեգրումը իրականացնելու, այդպես այդ դեպքում բացատրեք ինչի համար է հատուկ ընդգծված Հայաստանի զարգացման ծրագրում, որը ներկայացրեց վարչապետը անցյալ շաբաթ, հատուկ նշված է, որ նպատակը եվրոինտեգրացիան է։ Դրան մի քանի բացատրություն կա, նախ եթե կհիշեք Հայաստանում օրենքի ընդունվեց, չէ, եվրոինտեգրման։ Այո, սկսելու մասին։ Այս ամեն ինչը իմ կարծիքով կարող է լինել եվրոպական ինտեգրման պահանջ, այսինքն նախապահանջներ, որովհետև ի տարբերություն, ասենք, ռուսական միություններին միանալու process-ին, արևմուտքի process-ները ավելի կանոնակարգված են, այսինքն եթե մի երկիր ուզում է միանալ, այնտեղ պետք է լինի, չգիտեմ, A քայլը, հետո B քայլը եւ այլն, այսինքն միգուցե քայլերից եղել է նրանք, որպեսզի երկիրը ամրագրի օրենքի մակարդակով, որ ինքը գնում է այդտեղ, կառավարության ծրագրում լինի դա, եւ բացի դրանից եվրոինտեգրվելու համար մենք ունենք որոշակի ցուցակ, հա, գործողությունների, որ պետք է կատարենք, դա վերաբերվում է թե բարեկային ծառայությունը բարեփոխվեց Եվրոպայի գումարներով, թե արդարադատության, թե հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը ինքնին Եվրոպայի պահանջ էր, որ պետք է գործերը քննվեին առանձին, այսինքն ծրագրում դա գրելը որևէ բան չի նշանակում, դա ընդհանրապես կարող եմ համարել ձևական պարտադիր պահանջ, որը պետք է կատարվի, մյուս կողմից էլ դրա չգրելը եթե նույնիսկ դա Եվրոպայի կողմից պահանջարկված չի, Հայաստանից ոչ մի պարտավորություն չի պահանջում, այսինքն դու կարող ես շատ հանգիստ գրես այդ պահանջը, մյուս կողմից գրես, որ Ռուսաստանն էլ ռազմավարական դաշնակից չի, բայց իրականությունը հետևյալն է, եթե իրենք ծրագրում գրել են, որ Ռուսաստանը այլևս Հայաստանի ռազմավարական դաշնակից չէ, ապա ինչի ռազմաբազան ռուսական դուրս չի գալի Գյումրիից։ Իմ մոտ այդ հարցն է առաջանում։ Ես չգիտեմ մի երկիր, որը ունենա երրորդ երկրի զինված ուժեր իր տարածքում եւ իր ծրագրում կառավարության հանգամյա գրած լինի, որ տվյալ երկիրը էլ ռազմավարական դաշնակից չի։ Այսինքն այդ դեպքում
այդ զորքերը պետք է դուրս գան, այդ դեպքում բոլոր տեսակի այն ռազմավարական համաձայնագրերը, որոնք կան Ռուսաստանի հետ, պետք է փոխարինվեն արևմուտքի հետ ռազմավարական պայմանագրերով։ Երբ որ ես կտեսնեմ, որ Գյումրիից ռուսական ռազմաբազան դուրս կգա եւ ամերիկյան կամ ֆրանսիական ռազմաբազա կգա, ես այստեղ այս սենյակում ձեզ կհաստատեմ, որ ես արդեն անկեղծ հավատում եմ, որ Հայաստանը գնում է դեպի արևմուտք, բայց մնացած բաները թղթի վրա ինչ որ գրում են, դրանք որևէ բան չեն երաշխավորում։ Նայեք, բազաները տարբեր երկրներում լինում են տարբեր պատճառներով, հիմնականում թույլտվությամբ, եւ սովորական որոշ երկրներ ընդունում են այլ երկրների բազան, ստանալով դրա համար որոշակի վճար, եւ ինչ որ անվտանգության երաշխիքներ, որ այդ բազան որոշակի հարձակման կամ ինչ որ բանի ժամանակ պիտի աշխատի այդ երկրի օգտին։ Արդյոք մենք ունենք նման այդ երկու իմ թվարկած կոմպոնենտ։ Ոչ մեկից չունենք, որովհետև մենք իրականում վճարում ենք ռազմաբազայի համար, ոչ թե գումար ստանում, եւ երկրորդը մենք անվտանգային երաշխիք չենք ստանում այդ ռազմաբազայից, որովհետև Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ժամանակ Ադրբեջանի կողմից Հայաստանին որևէ պաշտպանիչ ֆունկցիա Ռուսաստանը չստանձնեց։ Բացի դրանից ես ձեր ասացի հետ տեսականորեն համաձայն եմ, բայց պրակտիկ եթե դուք ինձ ասեք օրինակ ՆԱՏՕ-ի մի երկիր, որտեղ գոյություն ունի ռուսական ռազմաբազա կամ օրինակ Բելարուսիայում, եթե ինձ ցույց տաք, որ ամերիկյան մեկ զինվոր ռազմաբազա ունի, ես կասեմ ճիշտ եք ասում, բայց իրականում մենք գործ չունենք հիմա երրորդ երկիր ասելով Արգենտինայի ուժերի հետ։ Մենք գործ ունենք հակամարտող երկու ծայրահեղ բևեռների հետ, Ռուսաստան եւ Արևմուտք հավաքական, այսինքն լինի Անգլիայի, լինի Ֆրանսիայի, թե Գերմանիայի զորք, թե ԱՄՆ-ի զորք, ես բացառում եմ, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից երկրում լինեն այդ իմ նշած 4 երկրներից որևէ մեկի զինվորը թեկուզ մեկ, որովհետև Ռուսաստանը մի քանի օր առաջ սպառնում էր ուղիղ Բրիտանիային ուղիղ հարձակմամբ։ Անհնար է, որ երրորդ երկրում գոյություն ունենա այդ երկու ծայրահեղ բևեռների հաշտեցման ինչ որ եզր։ Ձեր ասածը կարող է վերաբերվել, ենթադրենք Սուդանում կարող է լինել, չգիտեմ, Թուրքիայի զինված ուժեր, որովհետև դրանք ինչ որ ծրագրով կամ ասենք Կիպրոսում լինի Հունաստանի ինչ որ զինված ուժեր, որտեղ նրանք ինչ որ փոխօգնության ծրագրով իրար հետ ռազմավարական համագործակցում են, բայց տվյալ դեպքում մենք եթե գնում ենք արևմուտք ու դա Ռուսաստանի կողմից գիտենք, որ ինչ ձևի արձագանքի է արժանացել, հստակացվում է, դուք չեք կարա եւ նա գնաք եւ նա դուք պետք է որոշեք մինչեւ դեկտեմբեր անեք հանրակրվե կամ մեր մոտից դուրս եկեք կամ այդ պայմաններում ես ռուսական ռազմաբազայի շարունակական գտնվելը ու դրա մասին ընդհանրապես չխոսալը համարում եմ տարօրինակ նման պայմանները։ Մեկ ուրիշ հարց էլի այդպես ռազմական համագործակցության ոլորտում։ Դուք հիշում եք, որ մինչև պատերազմը մենք բավականին հաճախ ունեինք համատեղ զորավարժություններ մեր ստրատեգիական դաշնակցի հետ, այսինքն հիմա ձևական, ոչ ձևական, դա կարևոր չէ, կային ռազմական ինչ-որ կային հապկի վարժանքներ, կային հայ-ռուսական այո։ Հիմա կա արդյոք որևէ բան, որով մենք ինչ-որ մեր զինված ուժերը ինչ-որ ձևով կապված են ռուսական կամ հապկի զինված ուժերի։ Ոչ, բայց եթե դուք կհիշեք, այդ տարիներին, որ նույնիսկ արվում էին հայ-ռուսական կամ հապկի զորավարժանքներ, Հայաստանը միշտ շարունակում էր մասնակցել հայ-հունական, հայ-ֆրանսիական, հայ-հունա-ֆրանսիական, նույնիսկ որոշ դեպքեր եղել են Ամերիկայի Կանզասի նահանգի ազգային գվարդիայի հետ, այսինքն դրանք նույնը չեն ինչ-որ ստրատեգիական զորավարժությունները, որոնք օրինակ անցկացնում էին Նախիջևանում կամ Կարսում թուրք-ադրբեջանական զորքեր, այսինքն դրա համար ես իմ նախորդ մտքում ասեցի համագործակցություն, օրինակ ուսումնառություն, հա, մեր ռազմական մասնակիցները սովորում են, չգիտեմ, Կիպրոսի կամ Հունաստանի ինչ-որ ռազմական ինստիտուտում եւ հակառակը։ Այդ մակարդակի հարաբերությունները խոչընդոտ չեն եւ չեն սրում հարաբերությունները ստրատեգիկ իմաստով, բայց եթե մենք հիմա ծրագրում գրում ենք, որ Ռուսաստանը ռազմավարական այլևս դաշնակից չէ, նշանակում է մեր ձեռքերը լրիվ ազատ են, որպեսզի մենք կարողանանք հայ-ամերիկյան կամ հայ-ֆրանսիական իրական կրակային զորավարժություն անենք, ոչ թե տեսական,
հասկանալի, այսինքն իրական վարժ, որտեղ զինված տեխնիկա, զինված ուժեր, տեխնիկա եւ կրակեցություններ կլինեն, այդ տեսակի զորավարժություններ Հայաստանում չեն տեղի ունենում։ Չնայած մենք արդեն որ թվականից սկսած վերջի 3 տարին ակնհայտ է, որ հայտարարել ենք, որ Ռուսաստանի հետ չեն կապ մեր անվտանգությունը, բայց ես նորից եմ ասում, բացի խոսքերից, ես գործնական եթե ասեմ, իմ համար գործնականը կերևար, եթե լինեին օրինակ հայ, ֆրանսիական, հայ, ամերիկյան զինված ուժերի, որտեղ նրանց զինատեսակները ներգրաված կլիներ ինչ-որ զորավարժություն ցուցադրական, կամ կլիներ ռազմաբազայի փոխարինում ռուսականի տեղը, օրինակ Սյունիքում կլիներ, չգիտեմ, ոչ թե որտեղ մենք բացում ենք Սյունիքում հյուպատոսարան, չգիտեմ, ռազմական կցորդ է նշանակում ֆրանսիացի կամ հույները, բայց եթե մենք այդտեղ ունենայինք, չգիտեմ, 100 հոգանոց ֆրանսիական գումարտակ, դա ես կհամարեի, որ այո, մենք իրականում գետնի վրա, հա, գործողություններով այդ ուղղությունը փոխում ենք Ռուսաստանից գնում ենք արևմուտք, բայց այդ գործողություններ ես չեմ տեսնում։ Երկար ժամանակ խոսում են այդ հյուպատոսարանի մասին ռուսական Սյունիքում, խոսում են, որ թույլ չեն տալու եւ այլն, եւ հետո դրանից հետո այդ մասին խոսակցությունները լռեցին։ Ինչու՞։ Ռուսական հյուպատոսարանի մասին է խոսքը։ Իմ կարծիքով Ռուսաստանը այդ հարցը այդքան կարևոր չի համարել այս փուլում արդեն, որտեղ հասկացել է, որ բանը բանից անցել է այդ փուլի, որտեղ հիմա կոնկրետ գնում է, ասենք երկաթուղու մասին խոսակցություն եւ այլն։ Դա այդ շրջանի, այդ ժամանակահատվածի կարևոր հարց էր, որտեղ Իրանն է շահագրգռված, նա բացեց իր հյուպատոսարանը, Ֆրանսիաներ կարծեմ նրանք էլ բացեցին, այսինքն Իսկ Ռուսաստանը չբացեց, բայց կարծում եմ դա տենց շատ մեծ հարց չէ Ռուսաստանում, որտեղ Իրանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է եւ Ռուսաստանը հավելյալ ականջ ու աչք Սյունիքում ունենալու ինձ թվում է կարիք չունի, որտեղ սահմանից այն կողմ ինքը ունի իր ականջները եւ աչքերը եւ դիմաստով չեմ կարծում դա շատ կարեւոր բաց թողում էր իրենց համար։ Այդ հյուպատոսարանի հետ միասին ռուսները հաճախ խոսում էին մեղադրական տոնով Հայաստանի մասին, որ Հայաստանը չի կարող երկու աթոռի լստել եւ այլն եւ ժամանակ են տվել մինչեւ կարծեմ այս տարվա վերջ, չէ՞ որ կողմնորոշվի, ռեֆերենդում անի եւ այլն։ Դուք ձեր կարծիքով այս իրավիճակում, երբ ռուսական կողմից նման ճնշում կա, ես չեմ ասում մյուս կողմից ճնշում չկա, որն է լինելու Հայաստանի համապատասխան քայլը, ինչ է լինելու 2007 թվականի սկզբին։ Նայեք, ես մի քիչ ավելի լայն պատասխանեմ հարցին, ես ինչպես որ ասում եմ գոյություն ունի իշխանություն, ընդդիմություն եւ կան հարցերի տասնյակ հարցեր, որոնց շուրջ նրանք իրոք ունեն հակասություն ու դրա շուրջ բանավիճում են ու խոսում են եւ կա որոշակի հարցեր, որոնց շուրջ նրանք ունեն համաձայնություն եւ ուղղակի դերերի բաշխմամբ աշխատում են, նույն ձևի էլ գոյություն ունեն միջպետական հարաբերություններ, այսինքն ես օրինակ համարում եմ, որ Ռուսաստանի կողմից շատ խիստ տոնով որոշակի ուղերձներ հղելը դա այնպես չէ, որ արվում է մեր Հայաստանի համար կամ Հայաստանի իշխանությունների համար, շատ դեպքերում նման ուղերձները, նույնն էլ մեր կողմից, երբ որ մենք սուր հարցեր ենք դնում Ռուսաստանի առաջ, դրանք ավելի շատ արտաքին այլ լսարանների համար են ուղղված, այսինքն միջպետական հարաբերությունները, ինչպես եւ միջկուսակցական կամ ընդդիմություն իշխանություն հարաբերությունները տենց սև ու սպիտակ չեն միատարր, այսինքն նրանք ունեն համատեղ օրակարգեր եւ նրանք ունեն հակադրվող համընկնող օրակարգեր եւ հակադրվող օրակարգեր։ Ես այս իմաստով համարում եմ, որ ինչպես Ղարաբաղի հարցի կարգավորման շրջանում էր արվում, Ռուսաստանը դեպքեր կար, որ շատ բացահայտ պաշտպանում էր Հայաստանի հավանականությունները Արցախի նկատմամբ, բայց երբ որ արդեն Արցախի հարցը իօքուտ Ադրբեջանի լուծվեց Ռուսաստանի մասնակցությամբ, Ռուսաստանը շատ հանգիստ կանգնեց ու ասաց, որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչում Արցախի անկախությունը, հետևաբար ինչի մենք պետք է ճանաչեինք, բայց մինչև այդ էլ Ռուսաստանը չէր թողում, չէ՞ որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախություն, այսինքն կան հայտարարություններ, որոնք արվում են Ադրբեջանի համար, Եվրոպայի համար եւ այլն։ Ձեր նշած այդ հայտարարությունների մի մասը կրում է ձևական դեկլարատիվ բնույթ, արվում է հայտարարությունը անելու համար եւ կարծում եմ նույնիսկ
Տրամպի ուղին, որ այդքան խոսում են, որ դա միայն արևմուտքին էր պետք, ես կարծում եմ նույնիսկ Տրամպի ուղին որոշակի իմաստով Ամերիկան Ռուսաստանի հետ համաձայնեցված ուղի է եւ այդտեղ ու դրա ցանցալ մասն է կազմում երկաթգծի հարցը եւ կարծում եմ, որ երկաթգծի հարցն էլ է համաձայնեցված, ուղղակի նրա հանձնելու process-ը պետք է հասունանա եւ դրա համար էլ հիմա կատարվում են փոխադարձ, այսպես ասած, հրաձգություններ, հայտարարությունների տեսքով Դուք լսել եք Փաշինյանին հայտարարությունը կապված երկաթուղու այդ տրիպի տոկոսները Ղազախստանին զիջելու մասին ինվեստիցիաների փոխարեն։ Այո, լսել եմ, որ երկաթգիծը Հայաստանը համաձայն է, որ հանձնվի ցանկացած երրորդ կողմի, որը որ Ռուսաստանի եւ Հայաստանի համար ընդունելի կլինի եւ որպես նման երկիր նաեւ նշվում է Ղազախստանը եւ պետք է չմոռանալ, որ Ղազախստանը ոչ թե շատ պրոռուսական երկիր է, այլ հենց ավելի շատ կարող եմ ասել պրոամերիկյան, ոչ թե արևմուտքի, այլ հենց ամերիկյան եւ չպրոչինական երկիր, այսինքն այդ երկրի տնտեսության մեջ շատ զգալի Ռուսաստանից ավելի զգալի ներդրումներ ու լծակներ ունի Չինաստանը եւ ԱՄՆ-ն եւ հետո նոր միայն Ռուսաստանը։ Բայց չէ որ եւ դա էլ հենց Չինաստանը եւ ԱՄՆ-ն էլ իրար դեմ Այո, իրար մստակցում մրցակցում են, բայց դա չի նշանակում, որ չկան ոլորտներ, որտեղ ԱՄՆ-ն եւ օրինակ նույն Իրանի ոլորտում Չինաստանը չի գնում հակամարտության բացահայտ ընդդեմ ԱՄՆ-ի եւ հանդուրժում է ԱՄՆ-ի արածները Իրանի դեմ, նույնն էլ Ռուսաստանը եւ նույնպիսի արձագանք ստանում է Տրամպից, օրինակ Տրամպը վերջերս Հարավային Կորեային ռազմական զորավարժությունների եւ աջակցության ծրագիրը կրճատեց բավականին լուրջ, որը որ շնորհակալություններ կամ իմպուլսեր Հյուսիսային Կորեային եւ Չինաստանին իրանց կողմից որևէ այլ տեղամասում աշխարհի իրեն լավություն անելու դիմաց, այսինքն ես չեմ բացառում, որ նույնիսկ Թայվանի հարցում ԱՄՆ-ն ավելի զիջողական լինի, քան նախկինում էր օրինակ դեմոկրատների ժամանակ, այսինքն ասածս նա է, որ տենց գլոբալ հակամարտության հետ զուգահեռ գոյություն ունեն հարցեր, որոնց շուրջ եւ Չինաստանը եւ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը ձեռք են բերում որոշակի համաձայնություն։ Եկեք չմոռանանք, որ այդ հետախուզական ծառայության ղեկավարը ԱՄՆ-ի գնաց Ռուսաստան, այսինքն իրենց մեջ կոնտակտը կա պատերազմող երկրների մեջ, այսինքն բացահայտ պատերազմի մեջ գտնվող երկրների մեջ նման կոնտակտներ անհնար է տեղի ունենալ։ Տեսեք այդպիսի այցելություններ էլի են եղել եւ ես հիշում եմ, որ նախորդ ղեկավարը կենտրոնական հետախուզության վարչության, երբ այցելեց Ռուսաստան, Ղրիմի կռվի պատերազմից առաջ։ Այո, անմիջապես դրանից հետո սկսեց ուկրաինական պատերազմը։ Հիմա ձեր կարծիքով այս այցելությունը եւս ինչ որ կարևոր փոփոխության պատճառով է, որ նրանք փորձում էին առանձին խոսել առանց դիպլոմատիկ կանալների։ Նախ նման հանդիպումը նշանակում է, որ այո, դիվանագիտական կանալներով խոսելու ոչ ենթակա հարցեր են քննարկվում, բայց այս ամենը զուտ իմ ասած թեզի շարունակությունն է, որ նույնիսկ ուկրաինական պատերազմը եղել է համաձայնեցած, այսինքն այնպես չէ Ռուսաստանը հարձակվել է առանց այդ դրա մասին տեղակ պայելու, որովհետև գոյություն ունի գերտերությունների միջև ինչ որ ձևի հաղորդակցության եւ երկուսի ծառայությունն էլ տեղյակ են լինում, որ ենթադրենք հավաքվում են այնտեղ զորքեր, կուտակումներ, ուրեմն լինելու է պատերազմ։ Պատերազմից առաջ իրանց հանդիպումը հենց դրա մասին է, նրանք ասել են, որ հարձակվել են, նրանք ասել են, որ մի արեք, բայց ամեն դեպքում տեղյակ եղել են եւ նույնիսկ Ուկրաինան է տեղյակ եղել, հրապարակվեցին, չէ, նյութերը, որ զգուշացվել է, բայց Ուկրաինան չէր հավատում միջև վերջի պահը, բայց սա նշանակում է, որ երկրների միջև կա կոնտակտ, ինչքան էլ դրանք հակամարտող երկրներ են, նրանք բացահայտ պատերազմի մեջ չեն։ Դուք մի մոռացեք, որ օրինակ չկա նման շփում Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջև, բայց Մինսկի համաձայնագրերի շրջանում, հա, կոնֆլիկտի փափուկ շրջանում արևմուտքի անունից բանակցողները Գերմանիան եւ Ֆրանսիան էին, բայց հիմա նրանք չկան, նրանց հետ ավելի սուր տոնանությամբ է հիմա գնում խոսակցությունը եւ
որ Անգլիան եւ Ֆրանսիան թույլ տվեցին իրենց տեխնոլոգիաները փոխանցվի Ուկրաինային, դրանից հետո Ռուսաստանը արդեն հարվածների մասին է խոսում այդ երկու երկրն, այսինքն նրանց ծառայությունների ղեկավարները չեն այցելի Ռուսաստան, որտեղ նրանք խոսելու բան այլևս չունեն, բայց եթե այցելում են, նշանակում է իրանց միջև հարաբերությունները ծայրաշճան սրված չեն։ Եկեք դուրս գանք հիմա կարճատև գովազդային դաթարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը, սիրելի բարեկամներ, գովազդ է եթերում, գովազդից հետո մենք կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր զրույց ազգային առաջընթաց կուսակցության ղեկավար Հայ Գրիգորյանի հետ եւ հաղորդման այս հատվածում եկեք քննարկենք Հայաստանի զարգացման ծրագրում ընդունված ծրագրում ներկայացված դրույթները կապված եկեղեցու հետ եւ անկլավների հետ։ Երկու թեման էլ հայաստանցիների եւ ընդհանրապես հայ ժողովրդի համացավոտ թեմաներ են։ Եկեղեցու հարցը անխոս եկեղեցին խոցելություններ ունի եւ բավականին լուրջ խոցելի մարդիկ, որոնք կարող են ամբողջ ինստիտուտի վարկանիշի վրա ազդել։ Բայց եկեղեցին կարծես թե չի շտապում իր խոցելությունները ինքնուրույն կարգավորելու եւ վերում է հասցնում է միջև նրան, որ պետությունը իհարկե ոչ օրինաչափ ձևով, օրենքի ձևով պաստորը սկսի միջամտել։ Եվ այդ սահմանական փոփոխությունները, որոնք որ սպասվում են ըստ երևույթին, սահմանադրական
փոփոխությունները եթե անցնեն կամ նոր համարությունը եթե անցնի, այնտեղ կլինեն համապատասխան կարգավորումներ եւ ուրեմն եկեղեցու վերաբերյալ եւ սահմանների վերաբերյալ եւ այն ծրագիրը, որը ունի Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը, կարող է անել օրինական, ինչպես արել են նախորդները, իրենց բոլոր խնդիրները լուծել են օրենքով, տարբեր ձևերի օրենքներով, որոնք որ մի ժողովրդի կողմից չեն եղել։ Հիմա եկեղեցու հարցը, ձեր կարծիքով միջև ուր կարող է գնալ այս հակամարտությունը, արդյոք եթե այսպես շարունակվի, մեր եկեղեցին կկորցնի համահայկական ինստիտուտ լինելու այդ իր կարգավիճակը, որ առ այսօր ունի, եւ կսահմանափակվի իրական Հայաստանի ինչ-որ կրոնական իրական եկեղեցի կդառնա։ Այո։ Ես կարծում եմ, որ Հայաստանի եկեղեցին դիմացել է հարյուրավոր տարիներ սելջուկ թուրքերի, չգիտեմ, մոնղոլների, արաբների, օսմանյան թուրքերի եւ հազարավոր այլ թուրքերի տարատեսակների, ել չասեմ դրանից առաջ Բյուզանդիայի հալածանքներին, չեմ կարծում, որ 10 տարվա կամ 5 տարվա ինչ-որ հետապնդումները ինստիտուտին որևէ վնաս կհասցնեն։ Դա առաջինը։ Երկրորդը ես կարծում եմ, որ պետությունը պետք է օրինակ ազգային ժողովում քանի անգամ է հնչում եկեղեցու, կաթողիկոսի ու այդ թեմայի մասին, քանի բառ է հնչում, եթե այդքան բառ հնչեր բանակի մասին, կարծում եմ դրանից պետությունը կշահեր։ Օրինակ թող խոսեն բանակում զոհերի մասին, խաղաղ պայմաններում զոհերի մասին, այդ հարցը թող ամեն օր ԿՊ-ի ժողովուրդը, ազգային ժողովի դահլիճում դրանից խոսեն։ Նախ սահմանադրությամբ եկեղեցին անկախ է եւ չի կարգավորվում պետության կողմից։ Եթե ԿՊ-ի միակ պատճառը նա է, որ կաթողիկոսը ունի երեխա, դա ոչ մեկ չի, ասենք, եթե դա փաստ է ապացուցված, ունի, դա խախտում է կանոնադրության իրենց ներքին, դա օրենքի խախտում չի, այսինքն դա բարոյական նորմի խախտում է եւ հազարավոր այլ կանոնական նորմերի խախտում է։ Գոյություն ունի դրա համար եկեղեցական ժողով, մեծ ժողով, փոքր ժողով, չգիտեմ, էթիկայի կարգապահական ինչ-որ ժողով։ Այդ բոլոր ացիաներով թող այդ հարցը բարձրացնվի, քննարկվի, բայց թող այդ տվյալ մարդը նույնիսկ պաշտոնանկարվի կաթողիկոսի աթոռից եւ այլն, բայց կարծում եմ, որ պետությունը այդքան ռեսուրս դրել է, ես նայում եմ այդ նիստի ժամանակ իր անունը ասում են իր քաղաքացիական անունով նրանք ձեռքով հարված ու բան, դա ուղղակի երկկողմանի մանկամտություն է, թե ընդդիմության կողմից, թե իշխանության։ Ես կարծում եմ այդ թեման պետք է ընդդիմությունը ճիշտ կանի ընդհանրապես այդ թեման թողի ինքնահոսին, որովհետև իրականում պետությունը որևէ բան չի կարող անել, պետությունը ասելով կառավարությունը դատական համակարգ որևէ բան չի կարող անել այն փաստի հետ, որ կաթողիկոսը ունի երեխա։ Եվ չկա տենց մի դատարան, որտեղ կարա դատավորը վճիռ կայացնի, որ այս կաթողիկոսին պետք է հանենք, որովհետև ունի երեխա։ Չկա, եթե կա քրեական հանցագործություն, օրինակ կաթողիկոսը մարդ է սպանել, կամ կաթողիկոսը մեկին, չգիտեմ, բան է հափշտակել է գույք, թող ուրեմն քրեական գործ հարուցվի, ինքը անձեռմխելի չի, հա, թող բռնեն նստացնեն, այդ դեպքում կաթողիկոսը կփոխվի։ Բայց մնացած այլ տարբերակներով ուղղակի այս թեման ծամծմել, ինձ թվում է ավելի շատ ուժեղացնում է եկեղեցու հեղինակությունը եւ նվազեցնում իշխանության հեղինակությունը։ Եթե այսքան ուզում են դա անեն, պետքա թույլ տալ, որ շարունակեն իրենց վնասել։ Կարծում եմ ընդդիմությունը ավելի ճիշտ գրագետ դիրք պետք է բռնի այդ հարցում, ոչ թե այդ բաները անի, ավելի կարևոր հարցեր կան, օրինակ ես առաջարկում եմ այս գոնե մինչև սեպտեմբերի կեսերը իրանք թող մտածեն ոնց են ինչ որ մի հատ օրենք ընդունում, որ մարդկանց համար դրանից օգուտ լինի, ոչ թե ձեռքերով անդադ խփեն, կորան, այս մեկը ասի կաթողիկոսին կաթողիկոս, մյուսը իր մյուս անունը, դրանից որևէ բան չի փոխվում։ Այո, բայց մի խոցելիությունը կարող է բերել նրան, որ այդ ինստիտուտը ես խոցելիություն եմ ասում, նկատի ունենալով ոչ թե քրեական օրենսգիրքը, այլ հենց այդ կանոնակարգերը, որոնց դուք նշեցիք,
կարող է բերել բավականին լուրջ հարվածի եկեղեցուն եւ հնարավոր է նաեւ որ այդ հետապնդումը դա ոչ թե Փաշինյանի նախաձեռնությունն է, այլ արտաքին ճնշում։ Ես Հենց դրա համար։ Ես ասում եմ խոցելիությունը կլիներ, ամենամեծ խոցելիությունը կլիներ, եթե եկեղեցու ներսում, թեմերի ներսում լիներ տարանջատում, օրինակ առաջադրվեր, այդ տենց process փորձեցին անել, բայց այդ process-ը չգնաց։ Օրինակ, եթե Կիլիկիայի կաթողիկոսը ասեր, վայ, ես կողմ եմ, որ փոխենք, այն մյուսը ասեր, ես կողմ եմ սրան, ու տենց մի քանի թիմ ստեղծվեր, որոնք որ ամեն մեկը մի կաթողիկոսի թեկնածու առաջադրեին կամ ինչ-որ խլվրտոց առաջանալ, դա կլներ վնաս հեղինակությանը, բայց ես ոնց որ ինչքան որ հետևեցի եւ հասկացա, կաթողիկոսի հարցում որևէ տարակարծություն, տարաձայնություն չեղավ, անկախ նրանից ես ոնց եմ վերաբերվում կաթողիկոսի օրինակ անձին, ես կարող եմ վատ վերաբերվել, բայց որպես ինստիտուտ, քանի որ ես եկեղեցական կառույցի մաս չեմ, ու բնակչությունը իրականում եկեղեցական կառույցի մաս չէ, նա հաղորդվում է եկեղեցու հետ այնքանով որքանով որ գնում է եկեղեցի եւ իրականում չի շփվում կաթողիկոսի հետ, բնակչությունը շփվում է իր ամենօրյա այն եկեղեցու վանահայրի հետ, հա, որտեղ որ գնում է, այսինքն իրականում այո, եկեղեցին կարող է ինչ-որ իմաստով փակ խմբակ է, որը մաֆիա է, այսպես ասած, հա, ու այնտեղ գոյություն ունեն որոշակի չարաշահումներ, բայց այդ ամեն ինչը ընդունում ենք, բոլորն է գիտեն դրա մասին։ Բայց ես ասում եմ պետությունը, կառավարությունը, օրինակ, իր ծրագրում տենց բան գրելու փոխարեն թող ծրագրում գրեր, որ ուզում եք մինչև 2030 թիվը բանակում մահեր չլինեն խաղաղ պայմաններ, այդ թող դա գրեր ծրագրում, ոչ թե գրի մեր ծրագրի նպատակն է եկեղեցին փոխելը։ Այ դա արտաքին օրակարգ է, որտեղ ներքին իմաստով այդ օրակարգի որևէ պահանջարկ չկա Հայաստանի ներսում։ Եվ մյուս ցավոտ հարցը, որին ես կուզենայի այսօր անդրադառնալ, դա անկլավների հարցն է, որը երկար ժամանակ չէր շոշափվում, բայց բոլոր նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ է նշանակում ըստ Ալմատայի սահմանազատում անել, հասկանում են, որ վաղ թե ուշ այդ հարցը բարձրանալու է, եւ ահա եկավ այդ օրերը, որ հարցը բարձրացավ, Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց այդ մասին եւ լուծումներն են դեր անորոշ, որովհետեւ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, Հայաստանը եւս տարածքներ ունի Ադրբեջանում, ել չեմ ասում Հայաստանի Ադրբեջանից կողմից վերջին տարիներին օկուպացված տարածքները։ Բայց եկեք մի քիչ ավելի խորը նայենք այս հարցին։ Անկլավների գոյությունը հաստատող իրավական փաստաթղթեր չկան։ Մեկ երկրի ներսում վարչական սահմանների փոփոխություններ եղել են։ Եվ այն սկզբունքը, որ վարչական սահմաններն են ընդունվում որպես ապագա պետությունների այսպես պետական սահմաններ, այդ թեզը ինքնին ընդհանրապես մի քանի երկրի կողմից առաջարկված մոդել է, որը որ ըստ էության չի կարող ոչ մի իմպերատիվ նշանակություն ունենալ։ Ինչու է Փաշինյանը գնում այդ ճանապարհով։ Չէ՞ որ մենք ունենք շատ ավելի լուրջ իրավական բազա մեր սահմանների վերաբերյալ։ Նայեք, այդ հարցին պատասխանելու համար ես ավելի հերվից կգամ, մենք Հայաստանը պատերազմում պարտվել է, չէ՞, ես չեմ լսել, որ ՔՊ-ն կամ Նիկոլ Փաշինյանը մի օր կանգնի ասի, որ Հայաստանը հաղթել էր պատերազմում, ու սա Հայաստանի կողմից պարտադրվող խաղաղություն է, չէ՞։ Այսինքն կարծում եմ նույնիսկ Նիկոլա հաճո բնակչությունը, այսինքն Նիկոլային ընդունող ընտրողները համոզված են, չէ՞ որ Հայաստանը պարտվել է պատերազմում։ Համաշխարհային պատմության մեջ գոյություն չունի օրինակ, երբ պարտված երկիրը թելադրի խաղաղության պայմաններ։ Հակառակը կա ստանդարտ նորմ, որ հաղթած երկիրը թելադրում է խաղաղության պայմանները։ Այդ թելադրանքի մեջ մեծամասամբ լինելու է սուբյեկտիվիզմ, ոչ թե օբյեկտիվ պահանջներ, այլ սուբյեկտիվիզմ։ Ես մի օրինակ բերեմ, երբ որ Օսմանյան կայսրությունը պարտվեց առաջի համաշխարհային պատերազմում եւ Սայքս-Պիկոյի պայմանագրով եւ հետո Սևրի պայմանագրով Օսմանյան կայսրությունը բաժանվեց Ֆրանսիայի, Անգլիայի եւ հաղթող երկրների միջև, Իտալիայի, Հունաստանի,
եւ մասնատվեց։ Դրա մի մասը վերաբերվում էր Հայաստանին, հա, ասենք 88-րդ հոդվածը, որ մենք ստանում էինք 6 վիլայետ, բայց մի մոռացեք, որ Սևերի պայմանագիրը մենակ Հայաստանի մասին չի։ Հունաստանը ստանում էր ամբողջ Արևմտյան Անատոլիան, Բոսֆոր դարդային նեղուցները դառնում էին անգլո-ֆրանսական կառավարման տիրույթ եւ այլն։ Թուրքիան որպես պետություն մնում էր Անկարան եւ միջին մասը Անատոլիայի։ Այդ փաստաթղթի տակ ստորագրել է սուլթանը, այսինքն ինքը պարտված երկրի ղեկավարը, հիմա այս սուլթան ասեմ, դուք մտածեք Նիկոլ Փաշինյան, ինքը ստորագրել է պարտված որպես երկիր, ստորագրել է օրինական փաստաթուղթ, որտեղ ֆիքսվել է սահմանը։ Հիմա եթե մենք նայենք, այդ փաստաթուղթը ուներ իրավական ուժ, այսինքն Թուրքիայի սահմանները դրանք են։ Դրանից հետո ինչ ելում, դրանից հետո Աթաթուրքը շարժում է բարձրացնում եւ ասում է մենք չենք ընդունում պարտված Թուրքիայի պարտադրված Թուրքիային պարտադրված պայմանագիրը եւ մենք զենքով հետ ենք գրավել եւ նրանք ինչը որ կարացան ումից կարացան գրավեցին, այսինքն կարողացան հայերից գրավել, կարողացան հույներից գրավել։ Ֆրանսիայից ու Անգլիայից չէին կարող Սիրիան գրավել, Սիրիան մնաց անկախ։ Կիպրոսը մնաց Անգլիային, որտեղ չկային կարող։ Ումից կարողացան գրավեցին եւ սկսեցին կնքել նոր պայմանագրեր, այսինքն տեղից է գալիս, չէ՞, մեր հետ կնքված արդեն մյուս պայմանագրերը ռուս-թուրքական Կարսի պայմանագիրը Մոսկվայի եւ այլն, որոնք ստեղծեցին նոր իրավական բազա, թե ինչպիսին է լինելու հայ-թուրքական սահմանը։ Այսինքն սրանով եթե ամփոփեմ, Հայաստանը պարտվել է պատերազմում եւ հիմա իրեն թելադրվում են, բայց մեր абսուրդային իրավիճակը դրանում է, որ համաշխարհային պատմության մեջ շատ քիչ է դեպքերը, երբ պարտված ռազմական պարտություն կրած ղեկավարը շարունակի քաղաքական հաղթանակներ տանել ընտրություններին եւ շարունակի ղեկավարել երկիրը։ Տենց իրավիճակներ շատ քիչ են հազվագյուտ են ու դրանք լինում են այն դեպքում, որ ինքը ինչ որ ուրիշ բարեփոխումներ է բերում։ Հայաստանում չկա բարը, Հայաստանում պարտված իշխանությունը շարունակում է մնալ իշխանության ղեկին, որպեսզի իրագործի իրեն թելադրված Ադրբեջանի Թուրքիայի կողմից թելադրված օրակարգերը իրագործի եւ իրագործի նաեւ ոչ միայն ռազմական իմաստով, դա անկլավներն են, այլ նաեւ բարոյական, հոգեբանական, ռազմական, այսինքն բանակը սարքենք 1.5 տարի, չգիտեմ, դպրոցում մցնենք ադրբեջաներին, չեմ, օրինակներ եմ ասում, հա, սահմանությունից հանենք անկախության հռչակագիրը, մի ինչ-որ տարի հետո կարող է լինել ուրիշ պայման, եւ այլ, այսինքն պարտված իշխանությանը թողնել իշխանության ղեկին բնականաբար սխալ մարտավարություն է ժողովրդի համար, մենակ այդ պատճառով իշխանությունը պետք է փոխվեր ըստ իմ դիտարկումների, որովհետև պարտված իշխանությունը ձեռք է բերել կախվածություն իրեն հաղթած պետություններից, այս դեպքում Թուրքիա, Ադրբեջանից եւ ինքը շարունակում է իրագործել եւ դա է նաեւ պատճառը, որ այս իշխանությանը ընտրություններից առաջ աջակցում էին եւ Թուրքիան, եւ Ալիևը, եւ Ռուսաստանը, չգիտեմ, եւ Արևմուտքը, բոլորը, որովհետեւ ինքը բոլոր կողմերի համար հանձն է առել որոշակի օրակարգի իրագործում։ Այս իմաստով անկլավներին եթե մանրամասն անդրադառնանք, անկլավների իդեալական տարբերակում պետք է լիներ սահմանագծում, սահմանազատում, թղթի վրա գրվեր ով ինչ է հանձնում, թղթի վրա արձանագրվեր, որ մեզնից կա օկուպացված տարածք եւ դա եւս պետք է վերադարձվի ու նոր սահմանազատումը արվեր։ Սա ամենամինիմալ արդարությունը կլներ այս process-ի մեջ։ Բայց քանի որ նորից եմ ասում, մենք պարտված պետություն ենք, իսկ պարտված ղեկավարը շարունակում է քաղաքական որոշումներ կայացնել, ինքը իր օրակարգային հարցերը քննարկում է ոչ թե իր կուսակցության ներսում, այլ ինքը այդ օրակարգը արդեն նախընտրական իր ծրագիրը Ադրբեջանը եւ Թուրքիան տվել են իրենց մասով նախընտրական ծրագիրը արտացոլվել է իր կառավարության նախընտրական ծրագրում եւ իրագործվում է։ Այս իմաստով արդար բան ակնկալելը իմ կարծիքով սխալ է, որովհետեւ Ալիևը եւ Էրդողանը ձեզ արդար ծրագիր չէին մատուցի Հայաստանին, որ դա իրագործվեր։ Իսկ Նիկոլ Փաշինյանից ակնկալել, որ նա ինչ որ բան է դեմ է հանդես գալու Ադրբեջանին ու Թուրքիային, անիմաստ է, որովհետեւ եթե պատերազմի պարտությունից հետո ինքը շարունակեց հավակնել իշխանության, որտեղ դա հատուկ կատեգորիա պետք է լինի մարդ, որ պարտվելուց հետո ինքը համաձայն լինի իրեն հաղթած մարդկանց շարունակել հանդիպել։ Օրինակ իմ համար անձամբ իր հանդիպումները Ալիևի հետ պարտությունից հետո մի քիչ անհասկանալի են, այսինքն
Այդ որ մի ղեկավարը կուզի շարունակի լինել պարտված երկրի ղեկավար, շարունակի հանդիպել իրեն հաղթած անձին, որը ինչ ասես իր մասին ասել է, ինչ ասես, ինչ ձևի ասես արտահայտվել է, ու դրանից ավել էլ իրեն գրեն տան ինչ պետք է ինքը իրագործի ու դա շարունակի իրագործել ի վնաս իր պետության։ Ես դա մի քիչ տարօրինակ եմ համարում։ Հատկապես ինքը ասում է, ես ոչ միլիոններ եմ գրփել քոչայնման, ոչ բան, այսինքն ես ուզում հասկանամ որն է մոտիվացիան Նիկոլ Փաշինյանի, որ ինքը ուզում է շարունակել լինել վարչապետ։ Եվ իմ համար դա օրինական հասկանալի է որպես մարդկային իմաստով, մարդ, որը տանուլ է տվել պատերազմը, ինչ է ուզում։ Եթե ինքը ասեր, ես եկել եմ որպեսզի բանակը զարգացնեմ, պետությունը զարգացնեմ, որ իմ պարտությունները հետ եմ ուզում բերեմ, ես այդտեղ կտեսնեի մոտիվացիա, կասեի մարդը պարտվել է ռազմի դաշտում, հիմա ունի նպատակ, բայց ինքը չի ասում, ինքը ասում է ես պարտվել ինչ որ եղել է, լավ է եղել, դրանք մեր հողերը չէին, այսինքն ինչքան մարդ պետք է ստոր լինի, որ պարտվի, հետո գա ասի այդ հողերը մերը չէին, բայց որ մերը չէին 18 թվականին ինչի եք ասում Ղարաբաղ, Արցախը, Հայաստանը վերջ, եթե Էվոլյուցիա լինում է ամեն դեպքում, դա էվոլյուցիա չի, դա էվոլյուցիա։ Պարզապես մենք փաստերն ենք արձանագրում։ Փաստերը եթե հակիրճ ասենք, սահմանազատման գործընթացում արդարություն մի ակնկալեք։ Թուրքը երբեք Հայաստանին արդար պայմաններ չի թելադրելու, առավել ևս հաղթած դուք կհիշեք հայ-թուրքական պատերազմում Ալեքսանդրապոլի մեր սահմանը գնում էր Գյումրին անցնում էր Թուրքիային, Երևանը իջմիածնում, հազիվ մնում էր, այսինքն թուրքերի պատկերացրած Հայաստանը դա է, հիմա որ դա հնարավոր չի իրագործել, չի նշանակում, որ դա չեն ուզում, կիրագործեն այլ մեխանիզմներով, տնտեսական լծակներով եւ այլ միջոցներով։ Շնորհակալություն պարոն Գրիգորյան հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, սրանով մեր այսօրվա հաղորդումը ավարտվեց, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, հիշեցնում եմ, որ մենք զրուցում էինք ազգային առաջընթաց կուսակցության խորհրդի նախագահ Հայ Գրիգորյանի հետ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։